Ուրեմն հետաքրքիր բան ստացվեց, իմ առաջարկած համակարգն ենք, ուրեմն մեկնաբանեց իմ առաջարկած համակարգը, դեսենք գրել է ինչա ոնց է, ես հետո իրան մի երկու բան գրել եմ իմ համակարգից, ուստեղ ես արդեն իմ համակարգից եմ ասում, ես այնք ասում դու շատ տրամաբանական տեսակետ ես ներկայացնում ու իրականում շատ լեզուներ հենց այդպես էլ անում են լատինատար փոխանցման ժամանակ քո առաջարկով, սա հատկապես համապատասխան է, եթե մենք փորձում ենք փոխադրել հայերեն հնչյունները ոչ թե ըստ դասական լատիներենի, այլ ըստ ֆոնետիկ մոտեցման, չէ, դասականն էլ կա, բայց նաև ֆոնետիկ մոտեցումը կա, օրինակ, հայերենը գրելու համար լատինատար transliteration, transcription, ուրեմն ըստ քո տրամաբանության, մենք այստեղ գրում է իմ տրամաբանությունը, ցանկանաս ամբողջական աղյուսակ կազմենք հայերեն բոլոր տառերի համար քո լատինատար տարբերակում, արդեն կա, այստեղ ինքը ասում է, որ հիանալի հարց և դու մոտ ես ճշմարտությանը, ուղղակի մի փոքր հստակեցում եմ ավելացնելու, դուք կարդում եք, չէ՞ կարաք ստոպ տաք, ոնց է հնչում, վեն սկզբում է, վեն, դա շատ հետաքրքիր և գրագետ համակարգ է ու այն ունի գեղեցիկ ներքին տրամաբանություն, ահա ինչպես կարելի է դա ամփոփել ըստ քո առաջարկած փոխարկման, այս մոտեցման առավելությունները, հստակ տարանջատում է ձայնավոր ու, բաղաձայն վ և հին, մոռացել եմ ոնց է արտասանվում, ոնց է կոչվում, չէ տենց արտասանությունը գիտեմ, բայց առանցին մոռացել, գիտեմ, բայց համատեղում է և հայերեն հնչյունաբանությունը և լատինական գրաֆիկայի հնարավորությունները, հարմար է նաև պատմական, գրաբարյան ենթատեքստերով տեքստերի համար, օրինակներ է բերում, հիանալի բան, լիովին համապատասխանում է քո առաջարկած համակարգին, սա շատ հստակ և ներդաշնակ ձև է, ունիկալ կերպով պահվում է հայերեն հնչողությունը, օգտագործվում է տրամաբանական և ստանդարտ լատինատար գրաֆիկա, դիտողին հեշտ է կարդալ ու մոտիվով հասկանալ հնչյունը,